Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Իմ անունը Սևակ է։ Հա, շատ ուրախ եմ, Սևակն եմ ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոչինչ, մի 20 օր մնացել, դիմացեք։ Հետո իհարկե պիտի լավ լինի։ Հա, դրանից તો ավելի շատ են։ Դրանից તો ավելի շատ են գալու, բայց արդեն գալու ենք մեր ասածներն անելու։ Էլի գալու ենք, ես ոնց հասկանում եմ, այս գյուղի որոշումները, այդ լավն ու վատը ձեր ընտրությունից է կախված։ Այս գյուղի որոշումները ոնց հասկանում եմ, այս Բեսեդկեքում է կայացվում, նենց որ բա թոշակառուները դի որոշեն գյուղը իրանց խորհուրդներով, իրանց կյանքի փորձով։ Մենք գիտենք, ինչի համար ենք թիմը այդ մասնագետներով հավաքել, որ հենց այդ մասնագետները էլի խնդիրը լուծեն, որովհետև աշխատանքային բանում մեր սկզբունքը սա է, չկա չէ որ ասում հացը տուր հաստուխին մի հատ էլ ավել տուր, հա, մենք այդ մոտեցմամբ ենք ուզում աշխատենք, էլի, մենք երբեք չենք ուզում, ասենք, չգիտեմ, Արաղի բանի առաքիչը գա դառնա ֆինանսական բաժնի պետ։ Հա, ասենք, չգիտեմ, նկարիչը գա լինի ուրիշ գործին, նկարիչը պիտի լինի իր գործին, ճարտարապետը պիտի լինի ճարտարապետ։ Մենք մեր մոտեցումը դա է, էլի։ Հա, ես Էրշմիածնից եմ, դուք ինձ չեք ճանաչում, այսօր եկել ենք ծանոթանալու։ Ես ինչքան ուզեմ, չեմ կարենալու ձեր պես գյուղացու հոգեբանությունն ու խնդիրն իմանամ։ Ով կգա կասի ես ամեն ինչ գիտեմ, սուտ կասի։ Ես չեմ կարա, ես պիտի գամ ձեզնից լսեմ, ձեզնից իմանամ, փորձեմ թե ընկերների միջոցով, թե ձեր միջոցով փորձենք այդ խնդիրներին լուծում տանք։ Մենք վստահ ենք, որ քաղաքացուն էլ պահողը գյուղացին է։ Ուղիղ համեմատական է գյուղացու վիճակը, եթե լավ է, ուրեմն լավ է նաև քաղաքացու վիճակը։ Մնացած բոլոր մեր ժողովրդի վիճակը։ Եթե լավ չի, ուրեմն այդ երկրում շատ բան շատ բան խնդրեմ է։ Մենա մեր ընկերներից մեկն էլ ասում է մինչև ջերմոց ենք ուզում սարքենք մի 1000 մետր նախ մի տարի ժամանակ է տևում։ Երկրորդը հարկ ու տուրքերն են շատացել, էլի։ Հա, մի հատ նախագծի փող, մի հատ, չգիտեմ, շին թույլտվության փող, ամենա Այդտեղ գրաշի կներեք, որ բանը լինի, այս մի քառակուսին արժի 10 դրամ։ Աբսուրդ է։ Աբսուրդ է, որովհետև ջերմոցը բերել հավասարացրել են քառակուսի մետրը շին թույլտվության հիմնական շինության հետ։ Ուղղակի աբսուրդ է, էլի, որտեվ ջերմոցը, կարա այսօր այդ ջերմոցը սարքվել, մարդը կարա մի տարի հետո չուզենա մանավանդ, որ ինքը իր տնամերձի վրա, իր տան բակում ջերմոց է սարքում։ Այդ նախագիծը համայնքապետարանն անի անվճար։ Կարող է մի 5 օր ուշ անի։ Ասենք դուք մեկին պատվիրել ես 400,000 դրամով, տվել ես ինքը կանի 10 օրում, համայնքապետարանը կարող է քեզ տա 15 կամ 17 օրում, բայց կտա անվճար։ Մանավանդ Մեն օրը ուրիշ գյուղում էլ ենք, խոսում ենք մանավանդ, ես ընկեր ունեմ ես նախագծող ու իրան հարց եմ տվել, ասել եմ մի նախագիծը, օրինակ 2000 մետր ջերմոցի նախագիծը, ինչքան ժամանակ է քեզնից պահանջում, որ դու այդ նախագիծն անես։ Ասում է 6-ից 7 ժամ։ Ինչի համար, ասեմ, խիակ տենց կարճ, որովհետև իրականում ջերմոցային բոլորս գիտենք, էլի այդ կվադրատրուբ են դնում, ես թռիչքը նույնն է նախագիծ անելու համար, ուղղակի copy paste։ Մի հատ ունենք, հա, տիպային օրինակ ունենք, տիպային օրինակից մի անգամից դնում ենք մյուսի վրա։ Մենք ուզում ենք այս մասով ձեր բեռը թեթևացնենք։ Ինչ խոսում ենք, ինչ ասում ենք, ժողովուրդ, հիմա երևի զապիս է ալնում, մենք հետո էլ ենք գալու, մենք մի կարևոր սկզբունք ենք դրել մեր առաջ, չենք ասելու մի բան, որը նախ իրատեսական չի, երկրորդն էլ չենք իրականացնելու, չի լինելու։ Մենք ինչ ասելու ենք դրա արդեն օրինակ այդ թափառող կենդանիների հետ կապված այսօր առավոտ մասնագետներ էին եկել մեր մոտ գրասենյակում հենց այդ մասին ենք խոսում։ Հիմա բոլորը դրա մասին խոսում են, բայց մենք խոսում ենք մասնագետների հետ, որ մարդկանց չգանք սուտ բան ասենք հանգած։ Մեկ ասպա ես 2 ամսում այդ հարցը կլուծեմ։ 2 ամսում հնարավոր չի, անհնար բան է այդ լուծելը։ Բայց լուծելու համար էլ պետքա կամք, պետքա սկզբունք, պետքա այդ ամեն ինչը սկսել։ Մենք ուզում ենք սկսենք, որ հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Ձեր մոտ 2 արտիզյան ունեք գյուղում։ Արտիզյան չունեք։ Օրերը կա, բայց բան չկա, չի աշ, 5 հատ ունենք։ Այսինքն ինչի համար չի։ Օրերը կա։ Շատ դժվար։ Մոտոր չկա մեկ։ Աշխատանքներ, որն էլ աշխատում է, այդ մաթափը գետ է։ Ինչի է, բայց ինչի համար է տենց։ Ասում դեզի ջուր պետք է։ Բայց գյուղացուն եթե ջուր պետք չի, ում է պետք։ Ում է պետք, բանին։ Մեկ, երկու,
Երևանի բնակիչներն են։ Բայց գյուղացուն է պետք։ Հետ ծմիկ, նեղություն կար, աղկովեցան, հետել ջուրը հուրը։ Գնալու ենք, հեսա վերջացնենք գնալու ենք։ Ժողովուրդ արտիզյանների հարցը լուծելու ենք։ Այսինքն համայնքի ես ձեզ խոստանում եմ, եթե դուք մեզ վստահեք, ժողովուրդը մեզ վստահի, շատ կարճ, թող չդառնա խոստման նման սրանք մեր վրա քրեական գործեր չհարուցեն, իրանց այս մարկանց գործը մենակ լավ կարող են բռնեն, էլի, բայց շատ կարճ ժամանակում, շատ կարճ, Կարեն ջան, ես խոստանում եմ, շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծվելու է։ Այսինքն ի՞նչ արժեքամ արտիզյանը կա, ամեն ինչը կա, մատոր չկա։ Այդ մատորը էդ ի՞նչ մի բարդ բան է։ Ես անկեղծ ասեմ, էլի, հիմա չեմ ուզում լավություն ցույց տամ։ Ինքը շատ պրիմիտիվ հարց է։ Պրիմիտիվ, էլի, թող ոչ մեկ չգա, մի հատ այս պրիմիտիվ հարցը մեծ լավություն ցույց չտա։ Մենք այսօր եկել ենք ձեր հետ անկեղծ խոսալու։ Այսինքն արտիզյանի համար մատորը, այդ ի՞նչ մի բարդ բան է։ Մի բան ասեք, գյուղը շատ պրոբլեմներ, բայց չեմ ուզում այդ ման։ Չէ, խոսանք, պրոբլեմներից պետք է խոսանք։ 45 տարի գազ կա, 80 թվականից։ Այն աղալատնաշոշը 15 տարի է խաղում են մեզ։ Հա, դեպքում գնացող։ Աղալատուն գնացող գիտես։ Հա։ Բայց սա պետք 10-20 միլիոն տա սեփական գիծ տաներ, դա ի՞նչ է։ Բայց ինչի՞ համար սեփական գիծ տան։ Փողոց չի, գրանպի ժողովուրդ չի գաչ։ Համայնքը գալիս ասում քաշեմ, ես ասեմ Դե ռուսը քաշի։ հա, ռուսը չէ։ Ռուսին նախեղես։ Ռուսին։ հիմա ռուս որդիշ ճարենք, մեկտի մեր գազը քաշենք։ Չի ախտի։ Այս կապույը ռուսին։ Հա։ Մենք ռուսին։ Դե Սամվել ջան, այդ խնդիրը մենք պիտի լուծենք։ Համայնքապետարանը պիտի լուծի։ Ոչ մի բնակիչ, մի վարքյան։ Ոչ մի բնակիչ, ես ասեմ, տեսեք, սենց մի հատ բան կա, պրակտիկա կա։ Գնում ես օրինակ բան, համայնքապետարան ասում է այդ հարցը գազի հարցն է։ Այն մեկը էլեկտրոցանցինն է, այն մեկը ջրային պետական կողմը։ Գյուղապետարանը ինչով է զբաղված։ Գյուղապետի գործն էլ նա, որ կարեն այդ ամեն ինչը։ Չի դիմեմ։ Ախպեր ջան, մենք պատրաստ ենք վատամարդել ենք բնակչի խաթր։ Չգիտեմ, ինչ են ուզում են թող ասեն։ Մեր գործը է դա։ Այն ժամանակ կոմունիստների վախտով նախագահ գալմերը թե որ այդ մենք աշխատելու։ Ասում ենք sense problem կա, այդ մենք ռայոն։ Ասում ենք տղեր գնացեք ձեր գործին, մինչև իրիկուն եթե ես այդ հարցը չլուծեմ, վաղը կեթակ ռայոն։ Դե մենք տուն չհասած ասում էին այդ հարցերը սաղ լուծվերա։ Հիմա ասում էին ֆունկցիաների մեջ չի մտ։ Բայ մասածն էլ է այդ որ հիմա համայնքապետը նրա համար է, որ զանգի էլեկտրոցանցի պետի հետ էլ խոսա, ջրմուղի պետի հետ էլ խոսա, գազի հետ էլ խոսա, ես համայնքն է, իմ համայնքն է, այստեղ մեր բնակիչներն են ապրում, բեր արա, բնակչին, երբ որ մենակ թողես գազի գրասենյակի հետ կուլա տալու բնակչին։ Այս ամառ այդ գյուղը լույս չկար, հոսանք չկար։ Ինչ կար վարվել ա լրի։ Բա մեկը չի։ Անաձենիկից բռնած, լվացքի մեքենայի լրի վարվել։ Բա համայնքապետարանը։ Բա համայնքապետարանը բա ինչ արե։ Ինքը չի տեսել։ Ամեն ոչ չի տեսել։ Բայց դա գործը տենալն է ու աշխատելն է։ Բայց դա չի տեսել։ Բայց դա չի տեսել, այնտեղ ինքը ինչ գործ ունի։ Մարդ թողելնի ասի այս ասենք բանը կենցաղ։ Դե մենք ուզում ենք տես չանենք։ Սաղ վարվել։ Մենք ուզում ենք տեսնենք, մենք ուզում ենք տեսնենք, մենք ուզում ենք աշխատենք։ Դե ասում եք ժողովուրդ ջան, պիտի դուք մեզ եկել ենք այդ ասելու, որպեսզի վստահեք, որ մենք էլ կարենանք, մենք կլնենք անենք այդ ամեն ինչը։ Գալու ենք չէ՞ էլի, բայց նույն ծերից գալի ասում է այս ծերից ջուրա։ Մենք գալու ենք չէ՞ էլի, նորից այդ 6 տան հարցը լինելու է, չէ՞, բայց ես տղամարդ եմ, եկի այսօր այստեղ նստել ձեր հետ խոսում եմ։ Բա որ եկի այդ 6 տան ջրի հարցը չէ՞ լավ, չեք ասելու։ Եք ասեք, բա ասելու եք, բա ինչ եք անելու։ Դրա համար, հա։ Ես գա որ ասեք։ Չեմ կարա չգա։ Իրապես չգա ասել։ Ընտրությունից հետո մենք ամիս է 2 անգամ, ամիս է, ոնց աս, բա ես ինչ ասել եմ պիտի անեմ։ Չէ, մի գնա։ Գնալու եմ, գալու եմ։ Ընտրությունից հետո մենք մեր դաշինքը հաղթելու է ընտրություն, ես ամիս 2 անգամ գալու եմ։ Ստեղ կնստենք, ձմեռը կլինի, ձեր տունը կնստենք իրար հետ։ Հայաթե։ Համոտ կնստենք։ Կնստենք ու այս ամեն ինչի մասին նորից կխոսանք։ Ես գիտեի, որ մանկապարտեզը չկա, չի գործում, շենքն էլ ավարիոնն է, տեղյակ էի։ Հա, հեսա մի հատ վերջում կնայենք։ Հիմա ուզում եմ ասեմ, որ առաջնային դերում ա լինելու մանկապարտեզի հարցը։
որ այս գյուղն ունենա մանկապարտեզ։ Մարդը իր երեխուն առավոտ կարենա բերի մանկապարտեզ, գնա, չգիտեմ, իր գործին, իր հողը մշակելու, հետ գա ժամը 4-ին, 4:30-ը իր երեխուն վերցնի։ Նաև հաշվարկ ենք անում ժողովուրդ, հիմա տրանսպորտը ոնց է աշխատում։ Մենք ուզում ենք անվճար էլեկտրական այդ միկրոավտոբուսներից ենք համայնքապետարանը բերելու, ներհամայնքային անվճար, որ մարդը ինչ-որ ժամերի օրվա մեջ մի քանի անգամ կարենա նստի, այդ անվճար տրանսպորտը գնա Էջմիածին իր գործերով։ Իմանաս գյուղացին ոսկե սարեր ուզում։ Ես ձեզ ասում եմ, այն ինչ-որ պետքա գյուղին, պետքա համայնքապետարանը դա իրականացնի։ Իսկ իմ հələ որ ինչ ասել եմ, այդ ամենակարևոր բաներն են։ Ամենակարևոր բաներն են։